Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն վարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ ինչ նոր համաձայնություններ են ձեռք բերվել, մասնավորապես ճանապարհների ապաշրջափակման, Թրամփի ուղղում մասով եւ կոնկրետ երկաթուղու մասով արդյոք քննարկում եղել է։ Հարցիս մյուս մասը Ադրբեջանի հետ տարբեր հարցերով աշխատանքային խմբեր են ձևավորվել հստակ գործառույթներով աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս դեպքում ինչու սահմանազատման հարցերով հանձնաժողովները Գաբալայում սկսեցին քննարկել նավթամթերքի ներմուծման, ներկրման հարցը, դրանց օրակարգը արդյոք փոխվել է ու ընդհանուր առմամբ ինչ ընթացքի մեջ է սահմանազատման գործընթացը։ Տնտեսական հարցերը հարակից հարցեր են եղել, այլ բան, որ հանրության հայաստանյան եւ միջազգային ուշադրությունը ավելի շատ գրավել է երկրորդ հատվածը, տնտեսական հատվածը, որը հասկանալի է, որովհետեւ սահմանազատումը արդեն սովորական է դարձել եւ ոչ մեկի չես զարմացնի դրանով։ Իհարկե սահմանազատման հանձնաժողովները աշխատել են, աշխատում են, իրենք նաեւ իրենց աշխատանքային փաստաթղթերի վրա են աշխատում, ընդհանուր հետագա անելիքներն են պլանավորում, բայց ուզում եմ նաև ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինքը ուղղակիորեն կապված է նաև սահմանազատման գործընթացի հետ, որովհետև երբ որ մի որևէ հատվածով, ասենք օրինակ երկաթուղի պետք է անցնի կամ գազամուղ կամ էլեկտրահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարևոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում պետական սահմանը, որովհետև դա նախ կազմակերպչական, տնտեսական, իրավական բազմաթիվ հարցեր ունի։ Այսինքն պետք է հասկանանք երկաթուղին եկավ, որ գծից է, որ Հայաստանն է արդեն երկաթուղին եւ որ գծից է, որ Ադրբեջանն է, եւ որ գիծն է, որ նեյտրալ գոտի է, նույնը մնացած ենթակառուցվածքներին է վերաբերվում, բայց նաեւ փոխվարչապետերը հանդիպել են, նաեւ տնտեսական օրակարգ է առաջացել, քննարկում են տնտեսական օրակարգը, ինչը շատ լավ է, շատ պոզիտիվ է իմ կարծիքով եւ ես ողջունում եմ այդ ուղղությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր քննարկման օրակարգի հարցերին հնարավոր մենք մեր բացման խոսքում անդրադարձել ենք, նկատի ունեմ Ռուսաստանի նախագահը եւ ես եւ քննարկման շրջանակը դա է եղել եւ մենք այո քննարկել ենք նաեւ ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչ հնարավորություններ կստեղծեն նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար եւ այլն եւ այդպես շարունակ եւ հիմա նաև ես ասացի իմ բացման խոսքում, եթե չեմ սխալվում դա հրապարակվել է, չէ՞ երևի, որ նաև մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում միջև առնվազն այս փուլում գոնե առաջին փուլում միջև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից միջև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի եւ Հայաստան-Ադրբեջան Նախճեվանի սահմանից միջև երասխ վերականգնման աշխատանքներ իրականացնեն, մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ իրականացնեն, եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն ետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում։